Բարև ձեզ բարեկամներ։ Փակ TV-ն ողջունում է բոլոր այն հեռուստադիտողներին, ովքեր ինչպես միշտ այսօրը մեզ հետ են, իսկ դու գիտեք, որ օրը չորեքշաբթի է, իսկ դա նշանակում է, որ մեր տաղավարում արդեն ավանդույթի համաձայն մենք հյուրընկալում ենք աստղաբան կառավարման հոգեբան Գայանե Սարգսյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, պարոն Ղուշյան, բարև ձեզ սիրելի հետևորդներ, այս sense, հա, տեղի, պարոն Ղուշյան։ Արդեն ուրեմն գծի մեջ ենք։ Գծի մեջ ենք։ Ուրեմն ասեմ ձեզ, ես հիշում եմ նախնական զրույցի ժամանակ փոքրիկ Տիգրանի ողբերգական այդ դեպքերի հետ կապված դեռ մայիսի 6-ին դուք ասեցիք, որ երեխան կգտնվի ջրի մեջ 2 կետից եւ կյանքը ցույց տվեց, որ ձեր հերթական կանխատեսումը նորից իրականություն դարձավ։ Ինչով եք դա բացատրում։ Ցավալիորեն այդ դեպքին չէ ուզում անդրադառնալ, բայց ցավալիորեն հանենք, հա։ Բայց քանի որ այստեղ մեկնաբանություն եմ գրում եմ, որ չեք կանխատեսել կամ չեք անդրադարձել, ինչու չասեցիք, մենք նախնական զրույցում հեռախոսազրույցում ձեզ հետ իմ հարթակում ես խոսել եմ ամսի 15-ին, հենց մայիսի 15-ին կանխատեսումներ մի քիչ ավելի մի քանի օր առաջ էին կատարվել, ամսի 9-ի դրությամբ գրել է, բայց քանի որ ծնողները այնտեղ պատրաստ չէին այդ լուրը լսելու, ես էլ չէի ուզում չարագուշակ լուրը հանրայնացնելի, բայց այնքան շատ էին գրում, պարոն Ղուշյան, ինձ ես ասեմ, որ ես ստիպված ամսի 9-ին Facebook-յան հարթակում գրառում արեցի, որ դրական լուրեր, դրական դիրքեր չեմ տեսում։ Հետագայում իմ ալիքում հանրայնացնեմ դրա մասին, ձեզ մոտ կարճ ասեցի, որ դրական կանխատեսումներ չունեմ, իհարկե, բայց մենք հեռախոսազրույց ունենք ամսի 6-ին, մեր ընդհանուր աշխատանքում այնտեղ նշել է, այո, որ ջրում է, երեխան ջրում է եւ 2 կետից լուր կլինի նրա մասին եւ նշել է, որ դա 2 ժամ չի, 2 օր չի, 2 շաբաթ չի։ Փաստորեն այնտեղ գրում է երկարաժամկետ process-ներ։ Այո, ցավալիորեն այդպես է, բայց աստղաբանությունը դա այն գործիքն է։ Այնտեղ նաև կան այլ կանխատեսման մեթոդներ, բայց աստղաբանությունը առավել է նրանով նույն թվագիտությունից, հա։ Թվագիտությունը ինքը այն մեծ, շատ մեծ կարևոր ինֆորմացիա է տրամադրում, բայց աստղաբանության ակունքները, աստղաբանության սկզբունքները, գիտելիքները, պարզաբանման եւ մեկնաբանման մեթոդները բավականին խոր իմաստ են, հա։ Ինչ առումով այստեղ արևը, լուսինը, նրանք յուրաքանչյուրը, նաև Վեներան, Մերկուրի, Մարսը, դրանք անձնական մոլորակներ են, բնութագրում են անձին, բնութագրում են արևը մարդու եսն է, որոշումներ կայացնելն է, թե տաղանդները որ կենդանակերպում է մարդը կարողանում արտահայտել, եթե խոյ է, խոյի որակներն է արտահայտում, եթե ցուլ է, ցուլի որակներն է արտահայտում, այդպես 12 կենդանակերպում։ Արևի հետ նաև շատ կարևոր դերակատարում ունի մեր քարտեզում լուսինը դա մայրն է, զգացմունքային ֆոնն է, կնոջ համար արևը եսն է, բայց կնոջ համար նաև կարևոր է իր ինքնությունը, թե ինչպես է որպես կին ինքը իրեն դրսևորում տանը, ինչպիսի մայրիկ է, ինչ փոխհարաբերություններ ունի իր մոր եւ իր երեխաների հետ։ Հաջորդ կարևոր մոլորակը Մերկուրին է, որը 28 աստիճանից չի հեռանում արեգակից, միշտ փոխկապակցված է։ Մերկուրին ընդհանրապես, եթե արևը գտնվում է ինչ-որ կենդանակերպում, ասենք թե կույսում, Մերկուրին կլինի կույսում, կշեռքում եւ առյուծում, որտեղ 28 աստիճանից չի հեռանում։ Տեսեք, առյուծ կարող է լինել, եթե մարդը արեգակով առյուծ է, բայց բավականին բծախնդիր բնավորություն ունենալ, վերլուծական շատ բարձր կարողություն է, որտեղ նրա Մերկուրին գտնվում է կույսում։ Պատկերացնեք, եւ այդպես Վեներան սիրո մոլորակը, Մարսը սեքսուալ ակտիվությունը, Սատուրն, Յուպիտերը սոցիումում ինչպիսի դրսևորումներ, ինչ սոցիալական դիրքի, ինչ ուղիներ է մարդը փնտրում եւ կոլեկտիվ անգիտակցականը բնութագրող մոլորակներ Ուրան, Նեպտուն եւ Պլուտոն, դրանք հիմնականում ազդում են մեծ մասսաների վրա, կոլեկտիվների վրա, բայց նրանք շատ կարեւոր են ազգային քարտեզում, որտեղ այդ մոլորակները իրենք դիրքեր, կոնֆիգուրացիաներ են ստեղծում մոլորակների հետ։ Հենց այդ առումով աստղաբանությունը այն տարանջատում է մնացած գիտություններից եւ
այն հստակ գործիքակազմ ունի կանխատեսումներ անելու, ոչ կանխագուշակներ, հիմա տարբեր հարթակներում արդեն գուշակումները անող շատ մասնագետներ եւ արտասահմանյան եւ տարբեր հարթակներում գուշակությունը փոխակերպել են կանխատեսումների հետ։ Այսպես ֆիզիկա-մաթեմատիկական հաշվարկներ, ես վերջերս մեր դասաժամերի ընթացքում, որքան գիտեք եւ դուք եւ մեր հետևորդները, որ արդեն իսկ մենք սկսել ենք մեր այդ ուսումնական փուլը եւ բավականին առաջ են գնացել, այնտեղ ուսումնասիրում ենք Պտղոմեոսի հաշվարկները, տարանջատումները, մոլորակների ղեկավարման այդ գործընթացը, թե ինչպես է տեղի ունենում։ Եվ հենց այդ գիտելիքներին տիրապետելով բարդ էր, բայց հետաքրքիր, որ հարց ու պատասխանի աստղաբանության միջոցով ես կարողացա գտնել այդ հարցի պատասխան։ Մի այսպիսի բան, չգիտեմ, աստղաբաններ խոսել են թե չէ, բայց այդ երեխան ծնվել էր խավարումների միջանցքում, իսկ այն անձին, որը ծնվում է եւ խավարումներից առաջ, թեկուզ մեկ շաբաթ առաջ եւ խավարումներից հենց խավարումների ընթացքում արև եւ լուսին, նրա արեգակը կարծեմ գտնվում էր միջանցքում այդ խավարումների միջանցքում ծնված մարդիկ, նրանք ճակատագրական շատ տարբեր եւ հնարավոր է ծանր փուլերի միջով են անցնում։ Նրանք եւ եթե ապրում են իրենց կյանքում եւ իր ապրած կյանքով իր գործելավոճով շատ կարևոր դերակատարում է, հենց նույն Թրամփը ծնվել է խավարման ժամանակ, տեսնում եք լուսնի խավարման ժամանակ, որքան եւ ուրանն էլ միացված է աստղաբանության մոլորակը միացած է նրա տվյալներին, տեսնում եք, որ ինչ անկանխատեսելի է, հա, նա անսպասելի է, չգիտեք հաջորդ քայլին ինչ սպասեք նրանից։ Եվ դա է պատճառը, ամբողջ այդ աշխատանքային process-ը մոտավորապես տարբեր մարդիկ տարբեր ձև են անում այդ ուսուցման process-ը, երբ որ դու սովորում ես տարիների ընթացքում փորձ ես կուտակում, դժվար չի լինում։ Հասկանալի է, կան ես, քանի որ մենք մեր ծրագրում ունենք մի քանի հարցեր, ուզում եմ անդրադառնանք դրանցից առաջինին, ինչը կարծում եմ հատկապես կհետաքրքրի ուժեղ սեռի ներկայացուցիչներին։ Ձեր կարծիքով տղամարդիկ ինչպեսի կանանց են գերադասում, այսպես զուգընկեր գտնել, ինչպեսի կանայք են նրանց ավելի շատ դուր գալիս, հագուստը, սերը իհարկե առաջին հերթին, ասենք հագուկապը մի խոսքով, խնդրեմ։ Սիրելու առումով, եթե նա որոշում է կին բերել տուն, մոր կերպարով կամ այնպիսի մեկին, որին տեսնում է իր տանը, լուսնի դիրքն է շատ կարևոր, իսկ եթե սիրում են, այդ սիրելու առումով սկզբից ասեցի, եթե սիրում են, համակրում են, դա Վեներան մոլորակն է, զգացմունքայնության այդ շեմն է արտահայտում եւ կախված կենդանակերպի որակներից, առանձնահատկություններից Վեներան դրսևորվում է այդ որակներով։ Համընդհանուր ասեմ, քանի որ Վեներան խոյում էր եւ միջև ամսի 6-ը դիներու խոյի կենդանակերպում ես տեսել եմ, զգացել եմ, ինձ դիմել են շատերը, որոնք սիրահարվել են մայիսի 20-ի մոտակայքում գեղեցիկ տրիգոն դիրքավորումներ կար, այն հույժ ակտիվ այդպես վառ արտահայտվեց խոյերի եւ առյուծների մոտ, որտեղ Մարսը առյուծում էր, Վեներան խոյում էր, սեր առաջին հայացքից մարդիկ սիրահարվել են եւ հուսամ, որ կայուն կապեր կլինեն, բայց քանի որ գրակային տարերքում, օրինակ Վեներան խոյում, առյուծում, աղեղնավորում, տղամարդը նախընտրում է կրակային, ակտիվ, վառվռուն գույներով, գեղեցիկ, վառ հագուկապով, Վեներան խոյում երբեմն ակտիվ, ագրեսիվ, Վեներան առյուծում էլիտար ընտանիքից լինի, գեղեցիկ հագնված լինի, յուրահատուկ կին լինի, հա, բեմական շատ տղամարդկանց մոտ հանդիպում է, երբ որ Վեներան խոյում է, կամ իրենք են բեմում լինում, կանանց մոտ է լինում, կամ այդպիսի բեմական տեսք ունեցող վառ կերպարներ, նույնիսկ լիդեր աղջիկներ են նախընտրում առյուծի որակներով, աղեղնավորում, ճանապարհորդող, տեսնում եմ, որ արտերկրից են, եթե մի քանի անգամ խոսենք, եթե լուսինը լինում է խեցգետնում, մայրը կամ ինքը հոգեպես ցանկանում է հայրենիքից, հայազգի ավանդները այդպես շարունակող ինչ-որ մեկին է նախընտրում, բայց Վեներան աղեղնավորում է, չէ, նա միևնույն է սիրում է ավելի տաք, խեցգետինը տնակյաց է, Վեներան տաք այդ խառնվածքով, գեղեցիկ, ճանապարհորդող արկածախնդիր կին եւ քարտեզում լինում է այսպես բալանսավորված
դասավորման խախտում։ Վեներան հողի տարերքում այդ տղամարդիկ իրենք էլ հենց այդ որակները ունեն, բավականին կայուն են իրենց տեսակետում, հողը գիտե կայունությունը, ամրությունը, բայց մի քիչ սառն են։ Վեներան այծեղջյուրի կենդանակերպում իրենք տարիքում մեծ կանանց են նախընտրում եւ երբեմն եղել է, որ հանդիպել են, որ իրենց տնօրենների հետ փոխհարաբերություններ ունեն առնվազն։ Այո, ժպտում եք։ Վեներան նախընտրում են նյութապես ապահոված կին ֆինանսների հետ, որ կարողանա գործ ունենալ, գեղեցիկ հագնվի, ինչպես Վեներան կշեռքում է գեղեցիկ։ Վեներան կույսի կենդանակերպում служебный роман հանդիպում են աշխատավայրում։ Տվյալ կինը կարող է լինել հաշվապահ, կարող է լինել առողջապահական համակարգից, բուժքույր կարող է լինել, նրանք ասում են հիվանդանոցում պարկած է, հանդիպեցի իմ երկրորդ կեսին, Վեներան կույսը։ Բծախնդիր են, այ իրենք եթե չեն ամուսնանում, շատ բծախնդիր են։ Մանուկների հետևից են ընկնում, այդ աղջիկը լավ մաքուր չէր հագնված, հիգիենա պահպանված չէ եւ այն շատ ամբողջ մանուկները այս գլխի մասով մինչեւ ոտքերի ծայրը ուսումնասիրում են։ Վեներան օդի տարերքում ջրհոս երկորյակ եւ կշեռ շփման կարիք ունեն այդ տղամարդիկ, սիրում են շփվող, ջրհոսում մի քիչ տարբերվող կանանց են նախընտրում, նրանց հետ սկզբից կարող են ընկերություն անել, հետո ընկերությունը փոխակերպվում է սիրով։ Վեներան երկորյակի կենդանակերպում ինտելեկտուալ կարողություններն են, նրանք իրար հետ կիսում են իրենց ինտելեկտուալ այդ հմտությունները, խոսում են, շաղակրատում են, սեթևեթում են, բայց Վեներան երկորյակում երբեմն տալիս է անլրջություն։ Եվ կարող են երկու հոգու սիրել, քույրիկներին սիրել, ընկերուհիներին սիրել, նրան գրել, հետո գնալ մյուսին գրել, անկայուն է լինում։ Բայց գեղեցիկ երկեցիկ ձայն, այնպիսի բառեր կարող են շռայլել եւ ինչ որ մեկը կարող է Վեներան առուծում մի մեծ ադամանտ նվիրել, հա, ոսկեազարդ, դա չանցնի, բայց Վեներան երկորյակում այնքան տիպիկ, այնքան գեղեցիկ կարող են խոսել, որ սրտները այդպես գրավեն։ Վեներան կշեռքում էսթետներ են, տղամարդիկ այդպիսի կանանց են նախընտրում գեղեցիկ հագնված, ճաշակով, նրբագեղ, այդպես վարսերը հարդատված, լինեն գեղեցիկ հագնված, լինեն այդ ամենը Վեներան կշեռքում եւ իրենք պարբերաբար փնտրում են այն մեկին, որին նախընտրում են։ Եվ հաջորդ վերջին կենդանակերպը Վեներան ձկներ, խեցգետին եւ կարիճ։ Հետաքրքիր է ձկներում պլատոնական սեր, իրենք իրենց երևակայության մեջ են սիրում, նրանք այդպես է կարող են չամուսնանալ, որովհետև իրենց իդեալին դեռ չեն գտել։ Վեներան խեցգետնում նախընտրում են այնպիսի մեկին, որը գեղեցիկ համեղ ճաշեր կպատրաստի, խմորեղեններ կպատրաստի, տանը մաքրությունը կույսին է, բայց եթե այդ տղամարդը, որի Վեներան խեցգետում է մտածում, պետք է իրեն սիրեն, պետք է չճնշեն։ Նույնը Լուսինը խեցգետնում ինքը կարող է, տղամարդը կարող է այդ ամենն անել։ Կոմֆորտ պետք է լինի տանը, մաքուր պետք է լինի, իրեն պետք է կերակրեն, զգացմունքներ պետք է տան, որպեսզի ձեր տղամարդը ձեր մոտից չգնա, սիրելի կանայք։ Վեներան կարիճի կենդանակերպում բավականին խանդոտ են, նրանք հակված են անընդհատ ճգնաժամերի սիրո մեջ եւ դա խանգարում է իրենց, երբեմն իրենք ասում են, որ մենք դժբախտ ենք սիրո մեջ, բայց դրական դիրքերի դեպքում Վեներան կարիճի կենդանակերպում շատ խորը զգացմունքներ, կապվածություն կարող է լինել երկրորդ կեսի հանդեպ, խանդոտ կարող են մի կարևոր խանգամանքը, որ նրան այդ խիստ կապվածության հետ նաև կարող են շատ խանդոտ լինել։ Այսքանը սիրելի հետևորդներ, դե ես պիտի ասեմ, որ գանե մեր տղամարդիկ, սիրելի բարեկամներ, դուք հասկացաք, որ Գայանե Սարգսյանը շատ հետաքրքիր խորհուրդներ տվեց, տղամարդիկ ուշադիր եղեք նրա խոսքին, որտեղ անվճար եւ շատ կարեւոր խորհուրդներ, ամենակարևորը, եթե դուք ճիշտ օգտագործեք այդ ամենը, հավատացեք, որ դուք կյանքում ճիշտ ընտրություն կկատարեք եւ կլինեք երջանիկ, սա շատ կարեւոր է։ Շնորհակալ եմ իհարկե Գայանե, մենք այս ոճով շարունակելու ենք իհարկե մեր հանդիպումները, բայց հիմա մի ցավոտ հարց ենք անդրադառնալու, որի մասին ուզում եմ անպայման խոսել, խոսքս աուտիզմով տառապող այդ հիվանդ երեխաների մասին է, ինչ է պետք անել կամ ինչու է այս ամենը մեր կյանքում միշտ տեղ գտնում։ Յուրաքանչյուր իրադարձություն, իրավիճակ, սցենար մարդկանց կյանքում այդ ամենը նախասահմանված է լինում աստղաբանական քարտեզով։ Աստղաբանությունը ունի միջոցներ, հաշվարկային մեթոդներ, որոնց միջոցով կարողանում ես հասկանալ խնդրի էությունը։ Այս 10-15 տարվա փորձառության ընթացքում ես համակարգված կարողացել եմ աշխատել եւ ունեմ իմ ուրույն հաշվարկային մեթոդները, որի արդյունքում ես կարող եմ տեսնել եւ
եւ հասկանալ, արդյոք հիվանդությունը ունի նախածննդյան հիմքեր, արդյոք այդ ամենը նա քարտեզով կարմայով բերել է, թե ուղղակի երեխայի մոտ նյարդահոգեբանական խնդիրներ են։ Հոգեխոսքային զարգացման խանգարումներ եւ աուտիզմ այդ ամենը կապված է լինում մերկուրի մոլորակի այդ տարբեր դրսևորումների հետ, ցավոք դեպքերից 10-ից 8-ը, երբ որ հաշվարկներ եմ կատարում, այդ ամենը համընկնում են եւ այո, խնդիրը ունենում են նաեւ աստղաբանական հիմքեր։ Լինում է, որ 10-ից 2-ի մոտ ուղղակի երեխաները հիպերակտիվ են լինում, նրանք տարբեր դրսևորումներ կար, առուզի, խոհի կենդանակերպում, երբ որ բարդ մոլորակային դիրքեր են լինում, այդ դեպքում կարող են հիվանդ չլինել, ուղղակի նրանք մտածողության հետ որոշ խնդիրներ, նրանք ուզում են, որ իրենց մեծարեն, Մերկուրին խոյում, Մերկուրին առողջում, Մերկուրին խոյում իր ասածը պետք է լինի, Մերկուրին ցույցում երբեմն կապրիզներ էլ կարող է անել, հա, ռուսերեն եմ ասում, այո, Մերկուրին խոյում ակտիվ է, պետք է նրան լսեն, Մերկուրին առողջում դա կարող է լինել կրկին իրեն ուզում են լսեն, երկու դեպքում էլ հրամանատարներ են խոյում զինվորական գործում, ինչպես այդ զինվորականը, իսկ Մերկուրին առողջում ուղղակի թագավորն ապրած կենա, ես սենց եմ ուզում, այսպես պետք է լինի, երբեմն այդ դիրքերում, բայց դա չի նշանակում, որ այդ դիրքերում կարող է լինել հոգեխոսքային զարգացման խանգարումներ, հապաղումներ կամ աուտիզմի դեպքեր, դրանք այլ մոլորակային դիրքեր կան, որոնց միջոցով այո քարտեզներում ես հանդիպում եւ ինձ բազմաթիվ անգամ դիմել են, դրանք ապացուցված են ուղղակի, որ աստղաբանական քարտեզը հստակ ցույց է տալիս այդ դա եւ հիվանդություն է, դա եւ խնդիր է ծնողների համար, կան դեպքեր, որ դրական դիրքերի դեպքում ասում այո, ձեր երեխան կխոսա, բայց սա պետք է անեք, որպեսզի օգնեք նա անցնի իր զարգացման ճանապարհը։ Աուտիզմով հիվանդ երեխաների ծնողները ձեզ հաճախ են դիմում։ Այո, ինձ դիմում են, բայց ես բուժմամբ չեմ զբաղվում։ Ես ինքս մանկավարժական հոգեբանական կրթություն ունեմ, բայց դա հատուկ նեղ մասնագիտական արդեն հմտություններ է պահանջում, կրթություն ես այդ առումով չեմ աշխատում։ Ես աշխատում եմ կառավարման հոգեբանություն, բիզնես, կառավարում, բիզնեսի այդ ամենի կազմակերպումը, բայց ոչ երեխաների հետ աշխատանք։ Հասկանալի է։ Դե լավ կյանե մենք անցնենք աստղաբանական քարտեզին, որը շատ կարևոր է եւ ասեմ այդ առումով ձեզ սպասողների թիվը անչափ մեծ է։ Այո, փորձեմ օգտակար լինել, հիմնականում մասնագիտական կողմնորոշման համար եմ կատարում, որպեսզի օգնենք մեր ապագա սերունդը լինի կրթված։ Մենք դիտարկում ենք 2015 թիվ հոկտեմբերի 7 Մայքլ էր ազգանունը, այնպես հետաքրքիր Աղաջանյան, անունը Մայքլ, ազգանունը Աղաջանյան։ Երեխայի մոտ տեսնենք ինչ ունի, արեգակը, ուրան։ Հիմա այս երեխան, երբ որ ես տեսնում եմ, ինքը ունի բավականին բարդ բնավորություն, որովհետև ուրան Մերկուրի կիսաքառակուսի դիրքավորում է ձևավորվել արեգակի հետ, շփումներում խնդիրներ, նա կարող է ոչ ստանդարտ մոտեցում ցուցաբերել, երբեմն, հիմա մենք դիտարկում ենք Մերկուրին կշռքի կենդանակերպում եւ առանց դիրքերի, չէ, այստեղ, ինքը Մերկուրին դրական է դիրքավորված կշռքի կենդանակերպում, այս անձը, այս երեխան կարիք ունի շփման, ձեր երեխայի մոտ պետք է ամենաառաջինը զարգացնեք շփվելու կարողությունը, որտեղ Մերկուրի կողքը գտնում է բարձրացող հանգույցը, բայց Սևլուսինն էլ այստեղ խանգարում է, երբեմն մանիպուլյացիաներ կարող է անել եւ այդ մանիպուլյացիաները հաջողությամբ կարող են պսակվել, բայց ձեր երեխան ընդհանուր առմամբ շփման մեջ խնդիրներ ունի, չգիտեմ, հայրն է խիստ եղել իր հանդեպ, արևը բարդ վիճակում է գտնվում վնասված է, ինքնադրսևորման խնդիր ունի, անձնային հարաբերություններում խնդիրներ կարող են լինել, երբեմն կոնֆլիկտայնությունը կարող է խանգարել նրան հարաբերություններ ստեղծել։ Գիտեք, Մարս Յուպիտերը կույսում, Պլուտոնը այստեղ ջրում բժշկության ոլորտում հստակ կարող է նա իրեն դրսևորել։ Կույսը դա նաև սպասարկման ոլորտն է, Պլուտոնը կարճում ղեկավարի կարողություններ ունի, միայն որ նրա մոտ պետք է կարողանաք այդ շփման կարողությունները զարգացնել, որպեսզի նա
նա լինի ավելի շփող, ավելի ճուտյորին ասում ռուսերեն, հա, եւ նաեւ դրա հետ մեկտեղ, որպեսզի հետագայում գործընկերային հարաբերություն նա կարողանա հաջողություն ունենալ։ Գործընկերային հարաբերություններն են իրենք կյանքում այնպես իրավիճակներ են, որ մարդը հետո կարող է դառնալ ղեկավար, որտեղ Մարսը, Յուպիտերը գույսի կենթանակերպում ազնագազմի ղեկավար։ Մարսը դա կտրող գործիքներն են, դա վերանորոգման տարբեր այդ հարթակներն են, դա կարելի է լինել Մարսը կտրող ծակող գործիքներով, մեքենաների վերանորոգման կարող է զբաղվել, նույնիսկ կարող է ունենալ համապատասխան ոլորտը, սպասարկման ոլորտը եւ նաեւ խանութներ կարող է, սալոններ կարող են լինել։ Լուսինը առուտուրն իսկ ասում եմ, որ մայրիկը գժվում է։ Հա, շատ է սիրում իր բալիկին, մամայի տղան, շատ եմ հանդիպում այդ դիրքերով։ Մայրը շատ է սիրում, հարգելիս պետք է օգնես, որ մայրիկը եւ հայրիկը պետք է օգնի, որ երեխան կրթություն ստանա, քանի որ այստեղ Սատուրնը աղեղնավորում դժվարություններ կարող են լինել բարձրագույն կրթություն ստանալու հարցում։ Ուզում է ուշադրության կենտրոն լինել, հենց նրա մոտ Վեներան գտնում է առյուծի կենթանակերպում։ Ինքը միշտ ցանկանում է ուշադրության կենտրոնում լինել եւ հնարավոր է կնության առնի եւ նաեւ նախասիրություններ ունի գեղեցիկ աղջիկների կողքը հայտնվելու եւ նրանց իրենով անելու։ Այսքանը հաջորդը Իդեպ շատ են, չէ՞ դիմողները կան է։ Հիմնականում բան չեմ հարել, գիտես, չէ՞։ Այստեղ տեսնենք ոնց որ մեկինն է գրված։ Բայց ես երկուսինն էլ ունեի։ Բան ուշան դարի հաջորդը չասենք, այսօր մի հատ ասենք, բայց հաշվել եմ։ Այսօր մեկով բավարարվենք։ Այստեղ իմ մոտ գրառումներում ես մեկ անձինը երկու այդ դեր բան չանենք, հաջորդ էլ չասենք։ Այսօր այսքանը լավ հանդիպելու եմ։ Պասի չէ, ունեմ կարող Ուշան ջան։ Չէ, որտեվ ես գիտեմ, որ եթե մեզ են անդադ զանգում, խնդրում են, որ միշտորդենք, որ Գայանե Սարգսյանը անպայման իրենք երեխային։ Ես հենց հիմա մեր հետևորդներից մեկի քարտեզը հենց հիմա կարող եմ դիտարկել, որովհետև իմ մոտ այստեղ ուղղակի լավ չի երևում։ Հենց հիմա ես տվյալներից մեկը նայեմ ու դիտարկենք, պարոն Ուշան։ Ունենք ժամանակ։ Իհարկե ունենք, մանավանդ եթե խոսքը վերաբերվում է աստղաբանական քարտեզին, մենք պարտադիր էսպես աշխատում։ Ծրագրով հենց հիմա կարող եմ ես on-line նայել, բլից, հա, այդպես էլ կանենք, որովհետև իմ նախորոք այդ երբ որ ես դիտարկել եմ, այդ պահին չկա, բայց մենք խնդիր չի, ինտերնետը համացանցի դար է, ինչ ենք անում, հենց հիմա բացում ենք քարտեզները եւ կարողանում ենք մենք գտնել այսպես պատահականության սկզբունքով սիրելի հետևորդներ, տեսնում եք։ Առանց ծանոթի։ Ինչև է այս հարթակում ես ասել եմ, եթե ցանկանում են, որ ուղղակի իրենց քարտեզները դիտարկենք, պետք է գրեն այստեղ, եթե երեխաների մասնագիտական կողմնորոշում եք ցանկանում եւ ցանկանում եք, որպեսզի այս հարթակում խոսեմ, սիրելի հետևորդներ, գրում եք հենց այս հարթակի մեկնաբանությունը։ Ուրեմն 2008 թվական նոյեմբերի 4 Հիմա ես բացում եմ 2008 թվական նոյեմբերի 4 եւ այդ քարտեզով նայում ենք։ Հանգիստ միշտ ապեք, ժամանակ կա։ Այո։ Ես կարող եմ նույնիսկ հենց բերել այստեղ հաշվել, որտեղ իմ համար խնդիր չի, հաշվարկել եմ։ Ուղղակի տանը կատարում եմ, որ այստեղ միանգամից մեկնաբան, բայց գաղտնիք բացահայտեմ, ես տանը քարտեզները չեմ նայում, չեմ դիտարկում։ Դե անպատրաստ եք, չէ՞, մեզ ներկայացնում։ Այո, այնտեղ ուղղակի միայն հաշվարկում 2000 նոյեմբերի 4 2008 վայրը որտեղ էր գրված։ Ուրեմն Ժաննա Խարատյանն է ինձ գրել 2008 թվական նոյեմբերի 4 ժամը 14:10 Արեգ 14 վայրը չի նշել Հայաստանով կնայենք 14:10 Երևանով Սիրելի բարեկամներ, դուք հասկանում եք, որ ուղիղ եթերում շատ դժվար է ամեն ինչ անելը, բայց մեր աստղաբան կառավարման հոգեբանը տեսնում եք ամեն ինչ անում է, որպեսզի հեռուստադիտողը մնա գոհ։ Գտաք։
գտանք անպայման։ Ինչ պետք է ծրագրային հաշվարկը։ Ինչն է հետաքրքիր, երեխայի մոտ արև Մարսը գտնում է կարիճի կենդանակերպում, բարձրացող հանգույցը ջրհոսում, երեխան խնդիրներ ունի իր շրջապատի հետ, Քիրոն եւ Նեպտուն այստեղ գտնում են ջրհոսի կենդանակերպում եւ բարձրացող հանգույցը։ Ձեր երեխային պետք է սովորեցնեք, հարգելի Ժաննա, հա, որ անպայման նա փոխհարաբերություններ ստեղծի իր համախոհների ընկերների հետ։ Նա միշտ առանձնանում է իր ընկերներին, փորձում է իրեն այսպես, հա, առուծի որակները ցույց տալ, ինքը նրանցից լավն է, չէ, պետք է նա ինտեգրվի խմբին։ Մարսը, արևը Մարսը կարիճի կենդանակերպում բավականին կասկածամիտ, երբեմն ինքը կարող է իրեն գցել խնդիրների մեջ, ինչպես արևը Մարսը խոյում, նույնպես արևը Մարսը կարիճում, չգիտեմ երեխայի հայրը իր հետ է, թե ոչ։ Կարիճը դա բանկային գործերն են, դա մահվան վերածնդի նշան, այնտեղ կտակի հետ կապված հարցերը, հանրային գումարները, այդ ամենը կարիճի ոլորտն է։ Մերկուրին կշեռքում եւ Լուսին Յուպիտեր, այսինքն մաման անպայման ուզում է, որ երեխան նորմալ, բարձր սոցիալական դիրք ունենա, բայց գիտեք ինչ է, բավականին սառն է ինքը բնավորությամբ, երևի մանկության տարիներից դժվար է շփվում, որովհետեւ Լուսին Մերկուրի այս բարդ դիրքը խանգարում է նրան, հա, Մերկուրին կշեռքի վերջ, Լուսինը Յուպիտերի հետ մի քիչ մեծամտություն եմ տեսնում երեխայի մոտ, եթե կա, եթե զգացվում է, բայց կարծում եմ, որ կա, որովհետև դիրքերը ցույց են տալիս, բարձր սոցիալական դիրք կարող է աշխատել բոլոր այն ատյաններում, որոնք կապված են պետականաշինության, դրանք խորհրդարանը կարող է լինել, դա տարբեր այն գերատեսչությունները, հարկային այդ հարկադիր այդ մարմիններում կարող է աշխատել Յուպիտերը այստեղ ղեկավար կարողություններն ու որը նաև մայրը պետք է զարգացնի իր մոտ։ Այսպես ինչ ենք տեսնում այստեղ, Վեներան աղեղնավորում, իրեն դուր են գալիս, ինչպես ասեցի, տաք կրակային աղջիկներ, բայց ավելի թեթև, քան Վեներան խոյում, որովհետև Վեներան խոյում մի քիչ ագրեսիվ, ավելի կրքոտ են լինում, իսկ այստեղ Վեներան աղեղնավորում ավելի արկածներ, ակտիվ, բայց ոչ ագրեսիվ, էլի։ Այսպես երեխան հնարավորություններ ունի, նա հետագայում իր սեփական ընկերությունը, կազմակերպությունը, բրենդը կարող է ունենալ, կառույցներում կարող է աշխատել, դա ժառանգել է իր մայրիկից։ Եթե ծնողները իրար հետ են, ապա օգնեք ձեր երեխային, որպեսզի հասնի մասնագիտական կարողությունների, սկզբում ներդրումներ արեք նրա վրա, արև Մարսը կարիճում, հետագայում այդ ներդրումները կանդրադառնան նրա մասնագիտական բարձր ստատուսով այդ աշխատանք ունենալու վրա, նա կարող է դառնալ արհեստաբաշխ մասնագետ, ունենալ հարգանք իր շրջապատում, նաև կառավարման այդ դաշտում։ Գարե, ես պիտի ասեմ, որ բավականին լավ ատեսական երանգներով ավարտեցիք այդ երեխայի հետ կապված խնդիրների մեկնաբանությունը եւ հուսանք, որ մայրը հաշվի կառնի ձեր խորհուրդները։ Մենակ երեխան ինքը չգնա անկնի խնդիրների մեջ, որովհետեւ Մարսն էլ է կարիճում, ինքը խնդիրներ չսարքի։ Զգուշ եք դիտում։ Եղավ, շնորհակալ եմ այսօրվա համար։ Սիրելի բարեկամներ, մենք այսօր սորակալի պես հյուրընկալել էինք մեր աստղաբան կառավարման հոգեբան Գայանե Սարգսյանին, ով միշտ պատրաստ է պատասխանելու ձեզ ուզող ամենատարբեր հարցերի։ Հավատացեք, որ Գայանեն իսկապես մեծ սիրով է աշխատում, հատկապես Փակ TV ու կնդիրների հետ, եւ կարծում եմ ձեր բարեկամությունը փոխադարձ է այդ լավատեսական տրամադրությամբ էլ այսօրվա եթերը ավարտենք, մնացեք միշտ լավատես եւ սպասեք նրան առաջիկայում եւս։ Այսօր այսքան է։ Ցտեսություն։